Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա նախկին խորհրդական գործարար Իլոն Մասկի միջև առաջացած վեճը գնալով սրվում է, վերածվելով բացահայտ քաղաքական պատերազմի։ Երբեմնի մերձավոր դաշնակիցները հիմա միմյանց մեղադրում են անհարգալից վերաբերմունքի, կեղծիքի, անգամ դավաճանության համար։ Թե հրապարակային հակամարտությունն իր ազդեցությունն ունեցավ նաեւ ֆինանսական շուկայի վրա։ Ընդամենը մի քանի ժամում Տեսլա ընկերության բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել, նվազեցնելով ընկերության շուկայական արժեքը ավելի քան 150 միլիարդ դոլարով։ Այս հակամարտության պատճառը Թրամփի կողմից առաջադրված նոր հարկային եւ բյուջետային օրինագիծն է, որն անցել է կոնգրեսով ու առաջացրել Մասկի դժգոհությունը։ Միլիարդատերն այն անվանել է ղեկավարության կողմից իրականացվող քաղաքական թալան։ Կներեք, բայց ես չեմ միանում այս նախաձեռնությանը եւ դեմ եմ քաղաքական թալանով լցված այս օրինագծին, ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին։ Մասկը նաեւ հայտարարել է, որ նախորդ ընտրություններում Թրամփը հաղթել է իր շնորհիվ։ Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները սենատում կունենային 51 մանդատ դեմոկրատների 49-ի դեմ, եւ այս ամենից հետո Թրամփի քայլերը կարող են որակել միայն որպես անշնորհակալ վերաբերմունք։ Նա նույնիսկ հարցում է անցկացրել X-ի հարթակում, պարզելու արդյոք ժամանակն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր քաղաքական ուժի ստեղծման, որը կներկայացնի միջին խավի շահերը։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 45 միլիոն մարդ, որոնցից 81%-ը կողմ է արտահայտվել։ Թրամփի արձագանքը երկար սպասեցնել չի տվել։ Նախագահը, որն առաջադրած օրինագծի քննադատությունն ընդունել է որպես անձնական հարված, դժգոհություն է հայտնել նախկին դաշնակցի պահվածքից։ Ես շատ հիասթափված եմ։ Իլոնը այս օրինագծի ներքին գործընթացները ավելի լավ գիտեր, քան այստեղ նստած ցանկացած մեկը։ Նա ամեն ինչ գիտեր, բայց հանկարծ այդտեղ խնդիր նկատեց։ Մենք հիանալի հարաբերություններ ունեինք, չգիտեմ այլևս այդպեսին կլինի, թե ոչ։ Ես զարմացած եմ։ Թրամփն ակնարկել է, որ Մասկը սկսել է քննադատել օրինագիծը միայն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հնարավոր է կրճատվեն էլեկտրամեքենաների արտադրությանը տրամադրվող պետական արտոնությունները։ Այս քայլը կարող է մեծ հարված հասցնել Տեսլային։ Ի պատասխան Մասկը ժխտել է, թե նախապես ծանոթ է եղել օրինագծին։ Այս օրինագիծը երբեք ինձ ցույց չեն տվել։ Այն այնքան արագ է ընդունվել, որ կոնգրեսում գրեթե ոչ ոք հնարավորություն չի ունեցել կարդալ այն։ Թրամփը ստում է։ Սակայն կողմերի միջև բախումն այսքանով չի ավարտվել, ընդհակառակը ավելի է սրվել այն բանից հետո, երբ Մասկը սկսել է հրապարակել գրառումներ, ըստ որոնց Թրամփը կապ ունի հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետ։ Նա տարածել է մի տեսանյութ, որում Թրամփը Էփշտեյնի մասնակցությամբ խնջույքում է։ Թրամփի արձագանքը եղել է կտրուկ։ Իլոնը պարզապես խելագարվել է։ Բյուջեում միլիարդներ խնայելու ամենահեշտ ճանապարհը նրան տրվող սուբսիդիաներն ու պայմանագրերը դադարեցնելն է։ Միշտ զարմացել եմ, որ Բայդենը դա չի արել։ Մասկն էլ սպառնացել է դադարեցնել SpaceX-ի Dragon տիեզերանավի շահագործումը, միջազգային տիեզերակայան մարդկանց եւ պաշարներ տեղափոխելու համար։ Ըստ նրա, վարչակազմը կողմնակալ է նավթի եւ գազի ընտրություններին պահելով արտոնյալ դաշտում։ Թեև պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ, թե կողմերը հակամարտությունը հարթելու նպատակով կարող են հեռախոսազրույց ունենալ, սակայն սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիտը հայտնել է, որ Թրամփը ցանկություն չունի Մասկի հետ խոսելու։ Հանրային մակարդակում հակամարտությունը շարունակվում է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։